երբ որ մեղքի համար ողջակեզ են անում, խորհուրդը սա էր, երբ որ զոհը ամբողջովին այրվում էր, վառվում էր, ողջակեզ հասկանելա, չէ, գառը դնում են ամբողջովին այրում էր, և այդ գառը չեն ուտում, այդ գառը մոխրանում էր, ոչնչանում գնում էր, սա խորհուրդն էր մեր մեղքերը ոչնչացնելու, ջնջելու, որ այլևս մեղքի համար ուրիշ զոհ չի մնում, որովհետև մեր Քրիստոսը, մեր զատիկը մեր համար մորթվեցավ, նա ողջակեզ եղավ, ամեն, բայց նաև կա շնորհակալության զոհեր, էդի չէին այրում կրակով վերջացնում, էփում էին, հետո ուտում էին, այո, պետք է շնորհակալության զոհեր էլ ունենանք, ես ուզում եմ դու ձեզ վարժացնեք շնորհակալության զոհեր անելու, դա մեղքերի թողության հետ կապ չունի, մեր շնորհակալությունները կարող ենք հայտնել Աստծուն, մեր զոհաբերությամբ, բայց զոհից հետո աղոթք կար, Եղիան երբ որ դրեց զոհը, հետո աղոթք բարձրացրեց և պատասխանը եկավ կրակով և պատասխանեց, մենք երբ որ զոհը դնում ենք զոհասեղանին, հետո աղոթք ունենք բարձրացնելու, միայն թե աղոթքից հետո նաև խոսք ունենք լսելու, մարգարեական պատգամը ինչ ասում, մարգարեական խոսքը ինչ ասում, օրինակ Եսայիա մարգարեի 50-րդ գլխի 4-րդ խոսքից եմ ուզում կարդամ, ձեզ շատ ծանոթ եղավ, Տեր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տվել, որ գիտանամ վաստակածին օգնել խոսքով, նա զարթնեցնում է ամեն առավոտ, զարթնացնում է իմ ականջը, որ լսեմ աշակերտի պես, բացի աղոթելուց, բացի երգելուց, բացի զոհաբերությունից, այդ բոլորի երկրպագությունը ով այմանում, նաև երկրպագությունը քարոզելը, նաև երկրպագությունը լսելը, մեկը հայտնություն առնում, լսելով դու երկրպագություն ես անում քո Տեր Աստծուն, և ասում է, որ Տերը ինձ ուսումնավարժ լեզու է տվել, որ կարիքավորին օգնեմ ֆինանսապես, որ կարողանամ խոսքով օգնել կարիքավորին, վաստակածին, հոգնածին, գիտես, երեկ ասեցի եղբայրականին, ասմա բարի լուրը հեռվից եկած բարի լուրը պաղ ջրի նման է, որ հագեցնում է հոգին, մենք լուրը, լավ բարի լուրը կարող է մարդուն հանգստացնել, կարող է մարդուն բժշկել, կարող է մարդուն ազատագրել, բարի լուրը կարող է մարդուն, այն որ ասում է կենթանացնել, այն ջուրը, որ ես կտամ, կյանք կտա, կենթանացնի, Հիսուս այդպես ասեց, դա խոսքով, բայց վերջինն էլ ուզում եմ ասում նա զարթնեցնում է ամեն առավոտ, զարթնացնում է իմ ականջը, գիտես կարող է դու զարթնես ականջները չզարթնեն, լսել եք, որ միշտ պապական խոսք ասում են, ես երեխեն ականջով երեխա, կամ ես հարսը ականջով նկատի ունեն լսողա, մարդկա լսում է ու չի լսում, տեսել եք մարդկանց, որ լսում են ու չեն լսում, մի օր մի բան էի պատմում, մի հոգի անընդհատ սենց էր անում, հետո որոշեց իր մասին բան պատմում, էլի սենց էր անում, չէր լսում, էլի, անընդհատ սենց էր ասում, հետո բոլորը ծիծաղում են, ինքը դեռ սենց էր անում, ասի ինքը չի լսում, ինքը չի լսում, միշտ այդ բանն ասում են, որ մենք փորձենք մտնենք գոմ մի անեկդոտ պատմենք, բոլորը այս հայացքով կնայեն, բայց ոչ մեկ չի հասկանում քո ասածը, բայց նրանք, որոնք որ լսելու ականջ ունեն, ռեակցիա ունեն տալու, դեմքի վրա միմիկա է փոխվում, կամ ծիծաղում են, կամ լացում են, վերջապես զգացմունքների վրա ազդում է, որտև լսելու ականջը խոսքը տանում է սիրտը և կպցնում է էմոցիաներին և ռեակցիա կա, մենք ուզում եմ լսելու ականջ ունենք, այն մարդը, որ իմ խոսքերը կլսի կնմանվի իմաստուն մարդու, որ իր տունը ժառի վրա սարքեց, այդ տունը չի քանդվում, լսող մարդու տունը չի քանդվում,
Դա ժայռի վրա ամուր հաստատված է։ Այսքան քաջալերում եմ ձեզ, որ մեր Արտուր եղբոր պատգամը լսեք։ Անկեղծ, միգուցե ինքը շատ էմոցիա չի դնում իր քարոզի մեջ, բայց այնքան խոր ու հզոր պատգամը, հասարակ բառերով, բայց այնքան կերտողը, այնքան նորոգողը, շատ շինություն տվողը։ Տեր օրհնի, 2 օր լսում եմ, ել եմ ուզում լսեմ։ Համեցեք Արտուր եղբայր